Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն ձեռք բերելուց։ Երբեք չի հրաժարվի, պաշտոնապես ասում եմ։ Բայց Հայաստանը երբեք չի հրաժարվի նաև տենաց շուկայում էլ ինչ կա։ Իսկ էլ ինչ կա։ Էլով է ցորեն վաճառում։ Կա առաջարկ մեծ ցորենի։ Ես ձեզ երաշխավորվում եմ, որ բացառված է, որ մեկը գա մեզ ասի, գիտեք ինչ, ցորեն ունենք։ Կարող է առնեք, մենք ականջներս փակենք ու վազելով փախնենք այդտեղից։ Չի լինելու այդպիսի բան։ Եվ այսօր ես չեմ ուզում թաքցնել, մեր առաջարկներ կան։ Ղազախստանից, երբ որ տեսել են, որ մենք Ղազախստանից ձեռք ենք բերել, ուրիշ վաճառողներն էլ ասում են, կարող է հետաքրքիր է ձեզ այդ թեման։ Մենք էլ ասում ենք գինը ասեք, գինը հետաքրքիր կլինի, հա, գին որակ, բնականաբար, հետաքրքիր չի լինի, կասենք չէ, հետաքրքիր չի, ինչու՞մ է պրոբլեմը։ Այսինքն ես էլի բան ցորեն առնելը ամուսնություն, հա, որ էլի մենք այդ ռեժիմը ես չեմ հասկանում, որ բանը տերես ворթյակա, տերես, հնազանդ ես, տենց հարաբերություն չկա, մենք ցորենի առևտրի մեջ ոչ մեկի հետ նույնիսկ եզրասի օրհնությամբ տենց հարաբերության չենք մտել։ Ինչու՞ է պրոբլեմը, ես տենց չեմ կարող հասկանում։